Բարև ձեզ, երբ լսում էի գործընկերներիս ակամայից հիշում էի ժողովրդավարության անցման այն ճանապարհը, որին ես մասնակից եմ եղել, իսկ ինչպես եմ մասնակից եղել, նախ մշտադիտարկել եմ լրատվամիջոցների դեմ ուղղված դատական հայցեր, այդպիսի փուլ եմ ունեցել իմ կյանքում, հետո նաև մասնակցել եմ մի թիմի աշխատանքներին, ովքեր պայքարում էին խաղաղ հավաքների ժամանակ վարչական բռնաճնշումների ենթարկված մարդկանց, վարչական գործեր կային նրանց դեմ սահմանված, այդ մարդկանց պաշտպանության հարցերին ենք մասնակից եղել և երբ Մայայի հետ Բարխուդարյան փորձում էինք ուսումնասիրել ներկայիս իրավիճակը, ես սկսեցի հավաքել, մենք միասին սկսեցինք հավաքել այն բոլոր գործերը, որոնք հիմա են, ընթացքի մեջ են, ես ապշեցի դրանց բնույթի սարսափելիությունից, դրանց անհամեմատ ավելի ծանր վիճակից, մենք ոչ թե գնացել ենք դեպի ժողովրդավարություն, հաստատել ենք ժողովրդավարությունը 2018 թվականին, որովհետև մենք պիտի որ թվում էր, թե պիտի արձանագրեինք հաղթանակը ժողովրդավարության, որտեղ բոլորս դա ենք սպասում, մենք արձանագրեցինք առնվազն գոնե դադարը, այն փուլի, որը ընթացքի մեջ էր ինչ-որ ժամանակ։ Հուսանք, որ հնարավոր կլինի նաև մեր հանձնաժողովի ջանքերով վերականգնել այդ արդարությունը, գնալ բարձրաձայնել են հարցերը, որոնք մենք տեսնում ենք, որոնք ուղղակի հրատապ են և շատ բարձր պիտի հնչեն ամեն խոսափողներից և եզրափակելով շատ բան կա իրականում ասելու, պատրաստ եմ ինչ-որ բանաձևերի մասին խոսել արժանապատվության մասին, խոսել նաև անմեղության կանխավարկածի մասին, խոսել համաչափության սկզբունքի մասին, բայց շատ ձգվեց, դրա համար եթե հարցեր կլինեն, այդ փուլում կպատասխանեմ, մի բանով եմ ուզում եզրափակել, ժողովրդավարության պետության ուժը ոչ թե չափվում է նրանով, թե ինչպես է գործող իշխանությունը իր համախոհների նկատմամբ վարվում, այլ նրանով, թե ինչպես է այդ իշխանությունը վարվում այլախոհների, իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, մեր ժողովրդավարությունը շատ մեծ վտանգի մեջ է, այսքանը։